Տիկին Հովհաննիսյան, քրեա կատարողական հիմնարկների ճիշտ սմա ազատազրկվածների հետ է կապված։ Ես գրել եմ դա, ամեն դեպքում փաստորեն խնդիրը մնում է չլուծված։ Ինչ լուծում եք դուք տեսնում տվյալ։ Ես բազմաթիվ յուրաքանչյուր նախարարի փոփոխության դեպքում մայրերը, հարազատները հավաքվում են, սակայն խնդիրը լուծում չի։ Հավատացի եք, որ յուրաքանչյուր դեպքում դա այդ խնդիրը բարձրաձայնվում է կրկին, բայց ես պարտավոր եմ ասել եւ մի քանի տարբեր առիթներով ասել եմ իրականում, որ յուրաքանչյուր պաշտոնյանից պիտի ակնկալել այն, ինչը իր իրավասության շրջանակներում է։ Եթե ես այսօր ասեմ, որ այդպիսի խնդիր ես իրավասու եմ լուծել, ես չեմ ասի ճշմարտությունը։ Դրա համար ես ասում եմ այն, ինչ արդարադատության նախարարության իրավասության շրջանակներում է, ես պատրաստ եմ եւ քննարկել ցանկացած ձևաչափով եւ դրանից հետո նաեւ կոնկրետ լուծումներ առաջարկել, ինչպիսին օրինակ այս օրինագիծն էր, որը կոնկրետ վերաբերում էր պատժի պահման պայմաններին կամ այլ ուրեմն դատապարտյալների իրավունքների։ Ինչ վերաբերում է կոնկրետ այդ խնդրին, ինչպես արդեն բազմաթիվ անգամներ նշել եմ, մեկ անգամ եւս կրկնեմ, դա բացառապես դատական քննության առարկա է եւ ընդ որում օրենքում հստակ նշված են այն հիմքերը, որոնց պարագայում հնարավոր է այդպիսի խնդիր լուծվի, կամ դրանք հնարավոր է նաեւ քննարկել օրենսդրական փոփոխությունների ճանապարհով, բայց որոնք բացարձակապես որևէ առնչություն չունեն կոնկրետ այն նախագծերին, որոնք մենք ներկայացնում ենք, եւ արդարադատության նախարարությունը այդպիսի իրավասություն չունի, եւ նաեւ արդարադատության նախարարը։ Շնորհակալ եմ։ Մի հատ հարց եմ ընտրական Всё, Սիջան, մտնում եմ նիստից, հա, Տիկին Հովհաննիսյան, այս օրենքով հիմա հիմնական խնդիրները նաև այլ դաշտում են, բայց անկասկած պետք է նկատի ունենալ, որ սա նկատելիորեն բարելավում է, այսինքն տեսակցությունների առումով զգալի առաջընթաց կա եւ մարդկանց իրավունքներին որոշակիորեն ընդլայնում ենք նրանց իրավունքները եւ կարծում եմ որոշակի խնդիր լուծվեց։ Բոլորովին այլ հարց է, թե յուրաքանչյուրանց խնդիրը եւ դրա լուծումը ինչպես է պատկերացնում։ Որ խնդիրները մնացին, այսինքն որ անընդհատ բարձրաձայնվում են։ Գիտեք, ես չեմ որ հիմա խնդիրները հերթով պիտի թվարկեմ կամ բարձրաձայնեմ այդ խնդիրները դուք լրագրողները տեղյակ եք։ Բազմաթիվ անգամներ բարձրաձայնում են։ Ես էլ իմ իրավասության շրջանակներում մեկ անգամ չէ որ անդրադարձել եմ, որ այն ինչ որ իմ իրավասության շրջանակներում է որպես արդարադատության նախարարի, ես ժամանակի ընթացքում հերթականությամբ դրանց անդրադառնալու եմ։ Օրինակ պայմանական վաղաժամկետ ազատման խնդիրը կամ դրա վերաբերյալ որոշակի լուծումներ, բայց գործերի վերաբացման խնդիրը, որը պարբերաբար բարձրաձայնվում է, դա արդարադատության նախարարության եւ արդարադատության նախարարի լիազորությունների շրջանակից դուրս է, այսքանը։ Եվ մարդու իրավունքների պաշտպանին առաջադրեց, Թաթոյանին առաջադրեց հանրապետական կուսակցությունը, ձեր կարծիքը կուզեի իմանալ այդ ինֆորմացիայի վերաբերյալ։ Նրանց դարձյալ, հա, չհիմնավորեց Հայաստան Բաքվում բանտարկյալ, ոչ արդեն իսկ կարծեք թե ստեղծել է անջրպետք։ Ես որպես արդարադատության նախարար, որպես պարոն Թաթոյանին երկար տարիներ դեռևս համալսարանից ճանաչող նաև կոլեգա, ընկեր, դասախոս, ուզում եմ ասել, որ ձեզ լրագրողներից նաև ասել, որ մի փոքր սպասեք եւ կտեսնեք պարոն Թաթոյանի իրապես տարբերվող որակները մարդկային, մասնագիտական առումով, պրոֆեսիոնալ առումով։ Ես իրակապես ուզում եմ ասեմ, որ իրոք համարում եմ նաև այն կարճ ժամանակահատվածում, որ ինձ վիճակված էր նրա հետ աշխատելու որպես արդարադատության նախարարի տեղակալ, իրապես պրոֆեսիոնալ, գործին տիրապետող եւ որ շատ կարեւոր է, իրապես սրտացավ մոտեցող եւ իր գործունեության մեջ միայն կատարողի ուրեմն ձևաչափով հանդես չեկող, առաջարկություններ ներկայացնող, մտահոգություններ բարձրացնող եւ դրանց նաեւ խիստ մասնագիտական մոտեցումներ եւ լուծումներ ուրեմն առաջարկող։ Ես չեմ ուզում հիմա շատ բառեր նաեւ շռայլեմ, ես ուզում եմ հնարավորություն ընձեռել, որպեսզի ազգային ժողովում դուք տեսնեք նաեւ այն հարցադրումներին պատասխանները, որոնք նա կհնչեցնի ու կպատասխանի, այդուհետև դուք ինքներդ նաեւ կհամոզվեք։ Ես պարզապես կարող եմ հորդորել կանխակալ վերաբերմունք ի սկզբանե չցուցաբերել։ Այս նա իշխանության տեխնիկա։ Նույն մոտեցումը, նույն վերաբերմունք։ Ուրեմն նախաձեռնականությունը կարծեք թե պատժվում է։ Ուրեմն ես գիտեք այդպիսի ձևակերպումներ չէի տա։ Ես ճանաչում էի նաև նախորդ մարդու իրավունքների պաշտպանին, կրկին նաև համալսարանական տարիներից։ Կարծում եմ ինքը իր գործառույթները իր պատկերացրածի եւ իր լիազորությունների շրջանակում փորձում էր իրականացնել։ Զերծ կմնամ եւ կոռեկտ չեմ համարում հիմա մեկնաբանել ինչու, ինչպես եւ այլն։ Տիկին Հովհաննիսյան, նա իշխանության տեխնատուն է վստահության։ Նա իշխանության տեխնատուն է եւ ըստ անկախ չէ։ Տիկին Հովհաննիսյան, Ուրեմն Տիկին Հովհաննիսյան նիստը։
Ես որոշում եմ 12-ին 5 պակաս մտնել, թե ոչ։ Հասկացանք։ Իսկ հիմա ձեր հարցին կպատասխանեմ, որովհետև ես եմ ցանկանում հարցին պատասխանել։ Լսում եմ ձեր հարցը, դուք էլ եք հարց տալիս։ Հիմա հնչեցրեք ձեր հարցը։ Նա իշխանության տեխնացուն է։ Որն է երաշխիքը, որ իշխանության տեխնացուն իշխանության հավանական ապօրինությունների դեմ լիարժեք կպայքարի։ Դուք շատ ճիշտ ձեր հարցում դրեցիք հավանական եւ հավանականությունների դաշտում երբեք պնդումներ ու հաստատ պնդումներ չի կարելի անել, ես նորից եմ հորդորում ձեզ։ Իշխանությունների տեխնացուն է, իշխանությունների տեխնացուն չէ, պիտի թույլ տալ մարդուն աշխատել։ Առաջադրել է հանրապետական խմբակցությունը, բայց դա դեռևս չի նշանակում եւ ուզում եմ ձեզ ասել, որ բացարձակապես ճիշտ չէ այն մարդիկ, ովքեր նրա գործընկերը պիտի լինեն, իսկ դա լրագրողներն են։ Ի սկզբանե այդպիսի վերաբերմունք ցուցաբերել է, որևէ մեկը դեռևս չեք տեսել նա անի ինչ որ հակառակ բան կամ չանի այն ու չարդարացնի այն ակնկալիքներն ու սպասումները, որ դուք ունեիք։ Բոլորը հակառակ դիրքերից է հանդես եկել։ Ուրեմն պրոֆեսիոնալ որոշակի դիրքորոշումներ կայացնելը դա չի նշանակում միեդում հակառակ դիրքերից հանդես գալ։ Կարծում եմ պիտի մի փոքր ավելի պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել, քան պարզապես վերարտադրելն է այս կամ այն ուրեմն տարբեր ձևաչափերով հնչած տեսակետները։ Ես համարում եմ, որ նա պրոֆեսիոնալ է, որը կարող է հրաշալի մարդու իրավունքների պաշտպան աշխատել, իսկ եթե նա չի հաջողի, դրան ականատես կլինենք թե դուք եւ թե ես։